Հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր տեղը, հնարավորությունները եւ ձայնը անկախ ֆիզիկական սահմանափակումներից։ Սա այն տեսլականն է, որի համար տարիներ շարունակ պայքարում են հաշմանդամություն ունեցող անձինք եւ նրանց իրավունքների պաշտպանության համար գործող կազմակերպությունները։ Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին, զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ։ Կազմակերպությունն ունի նաեւ անկախ կյանքի ռեսուրս կենտրոն, որի բոլոր աշխատակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են։ Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությունը ավելի քան 1 տասնամյակ է բազմաթիվ ծրագրեր իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արդյոք հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ունեն այսօր հաշմանդամություն ունեցող անձինք։ Զրուցել ենք կազմակերպության հիմնադիր Անուշ Ասլանյանի հետ։ Բարև ձեզ, Անուշ։ Մեր պայքարը մշտապես եղել է կապված, չգիտեմ, ֆիզիկական եւ տեղեկատվական մատչելիության, կրթական իրավունքին, զբաղվածության իրավունքին, մշակութային իրավունքին։ Հիմնականում մենք աշխատանքներ ենք իրականացրել օրենսդրության կամ օրենքների այդ նախագծային փուլում, երբ նոր օրենք է նախագիծ է ներկայացվում, անպայման մեր կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։ Վառ օրինակ է նաև անձնական օգնականի ծառայության որոշման հետ կապված, երբ նախնական փուլում էր, մենք ակտիվ առաջարկություններ ենք արել։ Մի քանիսը ընդունվել են, մի քանիսը դեռ չեն ընդունվել, որի հետ կապված մենք դեռ աշխատանքներ ենք տանում։ Եթե համեմատենք կազմակերպության առաջի տարիներին, նույնիսկ մինչև 7-8 տարին, բավականին մեծ խոչընդոտների ենք հանդիպում, սկսած, չգիտեմ, փողոցներից, անմատչելիությունից, սկսած նեառական կրթության հետ կապված խնդիրներից, որոնք կային, բայց չէին բարձրաձայնվում, մնում էին փակ այդ թեժ զրույցները, բայց գնալով դրական տենդենս նկատում ենք։ Դա նաև մեծ դեր ունի, դրանում մեծ դեր ունեն նաև հասարակական կազմակերպությունների թվի ավելացումը, որոնք ոնց որ դու մենակ չես, հա, գնալով միասին ենք պայքարում, նաև մարդկանց մտածելակերպը գնում է դեպի դրական փոփոխության։ Չեն կարող շղթել, հա, սովետական միության ժամանակ դեպքերը շատ են, երբ հաշմանդամություն ունեցող անձանց թաքցնում էին, ամաչում էին, նաև դիտում էին որպես բժշկական կամ բարեգործական մոդելի, երբ մտածում են, որ իրենք ուղղակի օգնության կարիք ունեն կամ բուժվելու կարիք ունեն։ Բայց տարիների ընթացքում մենք առաջ ենք բերում արդեն սոցիալական մոդելը, երբ անձին դու դիտարկում ես որպես քաղաքացի, իրավունքա կրող, ու գնալով արդեն մարդկանց վերաբերմունքն է փոխվում։ Ես հիշում եմ, որ նոր էինք հիմնադրվել, փոքրիկ հետազոտություն արինք հարցում, խղճահարության մակարդակը հասկանանք հանրության, բավականին բարձր էր։ Այսինքն հարցերը այնպես էին ուղղված, որ ոնց եք դիտարկում հաշմանդամություն ունեցող անձանց, ու այդ խղճահարության մակարդակը բավականին մեծ էր։ Անցյալ տարի մենք նույնը կրկնեցինք, բայց առցանց տարբերակում։ Մենք նախորդ արել էինք օֆլայն, այսինքն փողոցում մոտենալով հարցում էինք արել մոտ 100-ից ավել մարդու Վանաձոր քաղաքում։ Առցանց միջավայրում ես վերջերս կրկնելիս, այդ տոկոսը բավականին իջել էր։ Արդեն որպես քաղաքացի են դիտարկում։ Մարզերում երիտասարդներին աշխատանքի տեղավորման կամ, չգիտեմ, կրթական իրավունքը իրացնելու հետ կապված ավելի շատ խոչընդոտներ են լինում, քան օրինակ մայրաքաղաքի հետ համեմատած, ու հատկապես այս խնդիրը արտացոլվում է, եթե խոսքը գնում է երիտասարդ հաշմանդամություն ունեցող անձանց մասին։ Այս պարագայում կրկնակի եռակե խոչընդոտներ են ի հայտ գալիս։ Որպես երիտասարդ ես էլ եմ շատ լավ հասկանում այդ խնդիրները, նաև մեր թիմն էլ երիտասարդների թիվը բավականին մեծ է,
ու անկախ մեզնից, երբ որ որևէ ծրագիր ենք ձևավորում, հա, շատը որպես թիրախ ընտրում են երիտասարդներին։ Պիտի այնպիսի ծրագրեր մշակվեն, որոնք թույլ կտան անխոչնդոտ վերջինիս կարողությունները զարգացվի, եթե բավարար չեն։ Եվ հետագայում ամեն ինչ արվի, որ արժանապատիվ աշխատավայրեր ունենանք երիտասարդների համար։ Սրա հետ կապված մենք մի բաց ունենք։ Սովորաբար որևէ ծրագիր մշակելիս, ցավոք սրտի, բոլոր կողմերը չեն նստում մեկ սեղանի շուրջ։ Ովքեր են այդ բոլոր կողմերը։ Երիտասարդները, անկախ նրանից ունեն հաշմանդամություն թե ոչ, պետություն եւ գործատուներ։ Մինչեւ թեման ընտրելը պիտի արվի կարիքի գնահատում։ Առանց կարիքի գնահատումի վերցնում են ծրագրեր են անում, նույն վերապատրաստման, հա, ու ընկնում են շահառու մանգալու։ Մարդ չկա, չեն ուզում։ Բայց մենք չենք հարցրել, հա, դուք ինչ ոլորտից կցանկանայիք վերապատրաստվել, հա, երիտասարդներին ինչ եք ուզում։ Հետո այդ կարիքի հիման վրա գիտեմ, ռեսուրսները քիչ են։ Եկեք հասկանանք, առաջի տարում վերցնում ենք այս շատ ձայներ հավաքած թեմաները ու սկսում ենք վերապատրաստել իրենց։ Պատերազմից հետո մեծ թվով երիտասարդներ ձեռք բերեցին հաշմանդամություն եւ այս տեսանկյունից իրենց հաղթահարելը այդ հոգեբանական խնդիրը ավելի դժվար է, որովհետեւ գործ ունենք այնպիսի տարիքի հետ, որը որ այսպես ծաղկման փուլ է, երիտասարդներ են, քան այն մարդկանց հետ, ովքեր այդպես են ծնվել։ Այսինքն հաղթահարելու մենք երկու տարբեր դեպքեր ունենք։ Այս տեսանկյունից շատ նուրբ ենք աշխատում։ Բացի հոգեբանական աջակցությունից շատ կարևոր է այս մարդկանց համար զբաղվածության ապահովման հարցը, ու ես ուրախ եմ, որ բիզնես սեկտորը սերտ համագործակցում է մեր կազմակերպության հետ ու լավ հաջողված փորձ ունենք։ Կազմակերպություններից մեկին աշխատակիցներ էր անհրաժեշտ եւ կապ էին հաստատել, որ ցանկ տվեք այն անձանց, ովքեր որ ձեռք են բերել հաշմանդամություն պատերազմից հետո։ Մեծ սիրով անմիջապես ցանկը տվեցին եւ այնտեղից բավականին մեծ թիվ ընտրեցին եւ այս պահին մինչ օրս աշխատում են իրենց մոտ։ Սա շատ լավ համագործակցային քայլ էր։ Այս մեր սոցիալական ձեռնարկությունն է։ Եկեք որակը տեսեք եւ, չգիտեմ, այն կարծրատիպերը վերանան, որ, չգիտեմ, հաշմանդամությունից ողանցիկ չեն կարող որակով ծառայություն կամ ապրանք ստեղծել։ Բայց մեզ մոտ այցելողները անպայման կարող են գալ եւ համոզվեն մեր արտադրանքի որակից, ասեմ, ամբողջը ձեռքի աշխատանքներ են, ձեռքով է պատրաստվել։ Այստեղ հետաքրքիր պատմություններ էլ ունենք մեր տիկնիկների հետ կապված, սկզբում պատրաստում էին կանանց եւ իրենք, քանի որ շուկան, ինչով ենք մրցունակ լինելու, շուկան բազում տիկնիկներ կան, ինչով է մերը օրիգինալ։ Եթե ուշադիր լինենք, այստեղ հագուստի զգեստի ներսում ունենք պարկ։ Պարկը կարող է դուրս գալ եւ հասկանանք ինչ կա մեջը։ Ինքը ճղճղում է, ահա։ Ինքը շատ լավ բույր ունի։ Ներսում թեյ խոտաբույս է, ուրս, դաղ, ծալոճ, մասուր, նայած ով ինչ համի տիկնիկ է ուզում։ Նպատակը, որ տիկնիկը գնելուց հետո վայել են թեյ, կամ է պարզապես ինքը շատ անուշ բույր է տրամադրում հաղորդում տիկնիկին։ Երբ ցուցահանդեսներին մասնակցում էինք, նայում էին կանանց կամ աղջիկներին եւ ասում էին ուր են իրենց ընկերները կամ ամուսինները։ Ու տեղից հետո միտք խղացա, որ կարելի է պատրաստել նաեւ այսպես տղամարդկանց։ Բայց ինչպես տեսնում եք, տղամարդիկ ունեն այսպես ոտքեր, ի տարբերություն, հա, այստեղ զգեստն է, ներքևի հատվածը։ Եվ սա կարելու համար բավականին դժվար է ի տարբերություն կանանց զգեստի պարագայում։ Ու հետեւաբար արժեքները տարբեր էր։ Իրենք մի քիչ աշխատակիցը շատ էր վճարվում, իսկ սա համեմատաբար ոչ այդքան շատ, ու հետեւաբար ինքնարժեքի տարբերությունը վաճառքի գնի տարբերություն, տղամարդկանց գինը բարձր էր։ Դա էլ մեծ պատմություն դարձավ, նշելով, որ սա գենդերային խտրականություն է, ինչու պիտի տղամարդկանց արժեքը բարձր լինի, ու ամեն անգամ ես բացատրում էի, հա, գիտեիք ընկերներ, քանի որ դժվար է ոտքերը կարելը եւ այլն, ու արդեն հոգնելուց հետո
բոլորին նույն արժեքը դրեցինք, իսկ հիմա հայտնվել ենք այն վայրում, որտեղ նայում ենք ինչեր ունենք, հա, Սառնարանի մագնիսներ, տարբեր տեսակի նկարներով, հետաքրքիր մեսիջներով, օրինակ տեսեք ունենք սուրճամոլների համար հատուկ մագնիսներ, սուրճն օգնում է լինել հանդուրժող շատ դեպքերում։ Այս մագնիսը նայողը ինչ համով տեսք ունի, նաև լորեցու ակցենտն ենք այսպես մտցրել, այստեղ ունենք նաև վանաձորյան տեսարաններ, որ եթե դրսի մարդիկ ուզում են գալ եւ հուշեր վերցնել մեր մարզից, ապա կարող են ձեռք բերել նման մագնիսներ։ Ես կոչ եմ անում, որ իրենց նախընտրական ծրագրերում, ինչու՞ չէ նաև հետագայում, երբ որ այդ ծրագրերը պիտի իրականություն դառնան, անպայման լինեն այնպիսի կետեր, որոնցից են օրինակ մասնավորապես մշտադիտարկումը, երբ որևէ մի ծրագիր անում են, կլինի դա, չգիտեմ, սուբվենցիոն ծրագրեր, կլինի զբաղվածության հետ կապված ծրագրեր, անպայման հասկանան, մշտադիտարկում իրականացնեն, որ փուլում է գնում, ինչպես է այն իրականացվում, որովհետև այլ բան է թղթում, այլ բան է իրական գործնականում։ Նաև սա թույլ կտա, որ շահագրգիռ կողմերին ևս ներգրավենք այս գործընթացում։ Եթե մենք անում ենք երիտասարդների համար ծրագիր, լավ կլինի նաև իրենց հրավիրենք եւ քննարկենք այդ ծրագրերը։ Եթե մենք անում ենք մատչելիության ուղղված ծրագրեր, շահագրգիռ հասարակական կազմակերպություններ ոլորտային կամ հաշմանդամություն ցողան անհատներին հրավիրեն, տեսնեն արված գործը, որի վրա մեծ ռեսուրս է ծախսվել, ֆինանսական, մարդկային, հասկանանք արդյունավետ է եղել թե ոչ։ Սա ամենակարևորներից մեկն է։ Երկրորդը, եթե նախատեսում ենք ծրագրով որևէ կրթական կոմպոնենտ, անպայման այդտեղ հաշվի առնենք նեառականությունը։ Նեառականությունը որ տեսանկյունից եւ որպես հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար, տեսողության, լսողության, մտավոր խնդիր ունեցող, հենաշարժողական, այլ նաեւ հաշվի առնենք այլ խմբերին, ովքեր ունեն իրենք եւս յուրահատուկ կարիքներ, ըստ դրա ձևավորվեն բոլոր այդ կրթական կոմպոնենտները, կրթական process-ը, կլինի դա փափուկ հմտություններ, կլինեն դրանք, չգիտեմ, տարաբնույթ հմտություններ, ուսուցում եւ այլն, այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք կետային մոտեցում ցույց տանք, անհատական մոտեցում ցույց տանք, ու շատ կարեւոր է։ Թեև տարիների ընթացքում փոփոխությունները տեսանելի են, հաշմանդամություն ունեցող անձինք վստահ են իրական ներառականությունը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Նրանք շարունակում են պահանջել ոչ թե հատուկ վերաբերմունք, այլ հավասար հնարավորություններ, իսկ ապագա խորհրդարանից ակնկալում են հստակ քայլեր, որոնք կապահովեն ոչ միայն իրավունքների պաշտպանություն, այլև արժանապատիվ եւ լիարժեք մասնակցություն հասարակական կյանքին։